որպեսզի շատ մեղք չգործես, ուղղակի հավատը պիտի փոխես։ Մեղք գործելը գալիս է դրան հավատալուց։ Ինչ ես ուզում, ինչա փափագում քո ներսը, այդ ներսը հավատում է, որ ես որ դրա մեջ լավ բան կա, ցանկանում ես։ Եթե հավատքդ ուղղես դեպի հակառակը Քրիստոսի վրա ու խնդրես Աստծուն, Սուրբ Հոգուն խնդրես, մեղքի բնույթը կասեցնողը դա հոգին է, Սուրբ Հոգին է։ Իսկ եթե Սուրբ Հոգու գործակից չես, աղոթքով, պիտի Աստծուն խնդրես։ Դա ուժը տվող Աստված է, կասեցնող Աստված է, դադարեցնող Աստված է։ Ու երբ որ իր ներկայություն տակ ես մնում, ավտոմատ կերպով մեղքից դադարում ես, որովհետև այն սերմը, որ քո մեջ է դրվում, թույլ չի տալի, որ քո անձը կրկին ցանկանա մեղք գործելու, ցանկանա մեղքին։ Ավտոմատ կերպով դու մաքրվում ես։ Իսկ Սուրբ Հոգու ներկայությունից դու մաքրվում ես ու որ ուզենասել չես կարող մեղք գործես։ Ինչի համար են քրիստոնյաները Սուրբ ապրում, Սուրբ մնում, որովհետև միշտ հաղորդակից է Սուրբ Հոգու հետ։ Իսկ եթե մեկը հաղորդակից չի Սուրբ Հոգու հետ, այլ հաղորդակից է կանոնների հետ, դե գիտես, սա կարելի է, սա չի կարելի, սա մեղք է, սա մեղք չի, ու դու նայում ես մեղքը, հասկանում ես որ մեղք է, բայց ներսդ ուզում է, որտեղ դու անկարող ես։ Իսկ այն զորությունն, օծությունը, Քրիստոս օծությունը, որ դու կհագնես, այդ պահից քո ներսը կփոխվի եւ դու մեղքի ցանկությունից կտեղափոխվես դեպի արդարությունը ցանկանալու ու դա կլինի ոչ թե քեզանից քո ջանքից, այլ հավատալուց, որ դա Տերը կարա անի, դա զորավոր է Տերը, որ կարա քեզ փոխի, որտեղ մարդը չէ իրանից ներկայացնում, որ մի հատ էլ կարանա մեղք չգործի, դու չես կարա չգործես, այլ դա Սուրբ Հոգինն է, որ քո մեջ կարա թույլ տա, որ դու մեղք չգործես, իսկ երբ որ դու հաղորդակցվես Հոգու հետ, ավտոմատ կերպով ու բնական Ուսած դու կզարմանաս, չէր աշխատալվեց։ Մեղք է ուզում եկել հանկարծ մի բան ոնց որ կտրեց ու մաքրեց քեզ այդ ցանկությունից։ Դա անում է Սուրբ Հոգին։ Այնպես որ Սուրբ Հոգի հետ ունեցի ուղիղ ազատ կապ։